Ադամանդե կացինը, լիտվական հեքիաթ։ Մի աղքատ մարդ գետի ափին փայտ էր կտրում։ Հանկարծ զնգ, կացինը կոթից պոկվեց ու ընկավ ջուրը։ Եվ իհարկե սուզվեց ջրի տակ։ Մարդը նստեց ու դարդից լաց եղավ։ Օյ, վայ ինձ, վայ իմ սև բախտին, ասում է աղքատ մարդը։ Առանց կացին ինչպես փայտ կտրեմ, առանց կացին ինչպես տուն պահեմ։ Մեկ էլ հանկարծ թփերը խշշացին ու շարժվեցին։ Տոպ, հոպ, անտառից դուրս է գալիս մի կաղ ծերունի։ Մորուքը մամուռ է, բեղերը սոճու ճյուղեր, քիթը եղևնու կոն։ Ինչու ես լալիս, այ բարի մարդ, հարցնում է նա։ Ինչ է քո դարդը։ Ինչպես լաց չլինեմ, պատասխանում է աղքատ մարդը։ Կացինս ջուրն ընկավ, հիմա ես ինչով փայտ կտրեմ, ինչով իմ տունը պահեմ։ Լավ, քո դարդին հեշտ է ճարանել, ասաց ծերունին։ Քուրքը դեն նետեց, տրեխները հանեց ու չլմփ գետն ընկավ։ Մարդը դեռ աչքն էլ չէր թարթել, իսկ ծերունին արդեն դուրս է գալիս ջրից, ձեռքին բռնած է մի ոսկե կացին։ Առ, ասում է նա, վերցրու, այս է քո կացինը։ Չէ, այդ իմը չի, պատասխանում է մարդը։ Ծերունին նորից սուզվեց ջուրը, նորից դուրս եկավ ջրից, այս անգամ մի արծաթե կացին մեկնեց աղքատ մարդուն։ Սա քո՞նն է, հարցնում է նա։ Չէ, իմը չի, պատասխանում է մարդը։ Երրորդ անգամ ծերունին ջուրը սուզվեց և դուրս բերեց մի երկաթե կացին։ Իսկ սա քո՞նն է, հարցնում է նա։ Իմը, գոռաց աղքատ մարդը։ Կացինը ձեռքից թռցրեց և ուզում էր տուն վազել, բայց ծերունին չթողեց։ Սպասիր, ասում է նա։ Այս երկու կացինն էլ վերցրու, դու ագահ մարդ չես, ես էլ ագահ չեմ։ Դե որ այդպես է, ասում է աղքատ մարդը, շնորհակալ եմ քեզանից, իմ օրում չեմ մոռանա քո արած լավությունը։ Ու գնաց տուն, ուսին դրած 3 կացինները, ոսկե, արծաթե ու երկաթե։ Ուրիշի բախտին նախանձող ճարվեց։ Հարուստ հարևանը լսեց աղքատի բախտի մասին ու մտածեց. Արի գնամ գետի ափը, գուցե թե իմ հարստությունն էլ ավելանա։ Ու գնաց, կացինն էլ վերցրեց իր հետ, բայց կացինը թույլ էր հագցրել կոթին, հազիվ էր վրան մնում։ Հասավ նույն տեղը, հենց որ կացինը վրա բերեց, կոթից դուրս պրծավ ու չլմփ ջրի մեջ։ Օյ, վայ ինձ, այ, էս ինչ անբախտ եմ ես, գոռում է մեր հարուստը։ Մեկ էլ թփերը խշշացին ու աղմկեցին։ Տոպ, հոպ, ու անտառից դուրս է գալիս կաղ ծերունին։ Մորուքը մամուռ է, բեղերը սոճու ճյուղեր, քիթը եղևնու կոն։ Այս ո՞վ է գոռում այստեղ, հարցնում է ծերունին, ում է փորձանք պատահել իմ անտառում։ Ես եմ գոռում, պատասխանում է հարուստ մարդը, ինձ է փորձանք պատահել։ Ես այստեղ փայտ էի կտրում, հանկարծ զրնգ, կացինս կոթից պոկվեց ու չլմփ գետն ընկավ, հիմա ով կհանի իմ կացինը։ Ես կհանեմ, ինչ կա որ, ասաց ծերունին։ Քուրքը դեն նետեց, տրեխները հանեց ու չլմփ գետի մեջ։ Դեռ ջրի օղակներն էլ չէին ցրվել,
Մեկ էլ ծերունին դուրս եկավ ձեռքին մի երկաթե կացին։ Քոնն է, հարցնում է։ Չէ, իմը չի, պատասխանում է հարուստը, իմը լավն էր։ Ծերունին նորից գետը սուզվեց, հետո դուրս եկավ մի արծաթե կացին մեկնեց հարուստին։ Իսկ սա քոնն է, հարցնում է։ Այդ էլ իմը չի, պատասխանում է հարուստը, իմը ավելի լավն էր։ Երրորդ անգամ ջրի մեջ սուզվեց ծերունին, երրորդ անգամ դուրս եկավ ձեռքին ոսկե կացին։ Քոնն է, հարցրեց ծերուկը։ Իմն է, գոռում է հարուստը, ես դեռ հեռվից ճանաչեցի, տուր այստեղ, շուտ։ Բայց չես սխալվում, հարցնում է ծերունին։ Այնտեղ գետի հատակում ադամանդե կացին էլ կա, գուցե նա է քոնը։ Օй, ասաց մեր հարուստը, ճիշտ որ սխալվեցի, ախր շատ է փայլում այդ կացինը, ես կարծեցի ադամանդե կացին է։ Ծերունին մորուքը ցնցեց ու սուզվեց ջուրը, ոսկե կացինն էլ իր հետ տարավ, մտավ ջրի տակ ու էլ դուրս չեկավ։ Իսկ հարուստը մինչև օրս էլ նստած է ափին, սպասում, որ ծերունին ադամանդե կացինը հանի իր համար։